Ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 4-ն է 2026 թվական։ Այսօր կառավարության հետ հարցոպատասխանի օր էր, բայց հարցեր շատ ունենք, կարևոր ուշագրավ հարց որ լինի վաղը անդրադառնանք։ Ընտրությունների հետ կապված է, մեր անելիքների հետ կապված է ժամանակ որ մնա, երկրորդ մասում դրա մասին էլ կխոսենք, որովհետև Իրանի հետ պատերազմը այսօր թիվ 1 խնդիրն է, պայմանավորված նաև նրանով, որ ձգձգվել է եւ նաև մասշտաբների ընդլայնվելը կարող է մեզ համար իսկապես խնդիր առաջացնի։ Մեզ համար էլ տարածաշրջանի համար էլ աշխարհի համար էլ։ Մեկ անգամ եւս հստակեցնեմ ու նոր ընթացակարգը նայենք, թե ինչ է տեղի ունենում։ Իհարկե Միացյալ Նահանգները ինչքան էլ ասի ամեն ինչ գնում է պլանի, մոտարապես նման էր Պուտինի 3-օրյա պլանին ուկրաինայական պատերազմում։ Ինքը մի օրվա հույս ուներ, Թրամփը այսօր հարվածեց, ասեց զենքը վայր դրեք, երեկոյան պիտի զենքը վայր դնեն, բայց դա տեղի չունեցավ։ Դրանից հետո իհարկե պրոցեսները շարունակվեցին, այնպես չի որ որևէ մեկը չմտածի, որ Միացյալ Նահանգներ գումարած Իսրայել անհամեմատ ավելի մեծ է քաշային կատեգորիան համեմատած Իրանի հետ, բայց Իրանը եթե դիմադրումը չի հանձնվում, դա առաջացնում է խնդիրներ, դա պրոցես է, դա հարվածներ են ստանում հարևան երկրները եւ այդ պարագայում արդեն խնդիր է առաջանում, իսկ ինչպես է հարցը լուծվելու, եթե Իրանը չի հանձնվում։ Նույնիսկ եթե գիտենք, որ ուժային հավասարակշռությունը օգուտ Միացյալ Նահանգների է։ Մանավանդ որ Իրանն էլ մտածում է, որ 79 թվականից 1000 բան է գլխովանցել, կարող է այս մեկն էլ անցի։ Վերջը 79 թվականի հեղափոխությունից հետո Իրանա-իրաքյան պատերազմը եղել 8 տարի։ Իհարկե չհամարենք, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը միասին դա Իրաքի չափ հզորություն ունեն, պարզ է, բայց այնուամենայնիվ մեր հարևան պետությունն է, մենք նենց ոչ պետք է լեգապատար պաշտպանենք այն կողմին, ոչ էլ այն կողմին, ակտիվ չեզոքություն, միշտ ենք դրա մասին խոսում։ Իհարկե 21-րդ դարում կրոնապետությունը առնվազն նոնսենս է, իհարկե մտածել, որ ընդամենը վերջերս տասնյակ հազարավոր մարդկանց գնդակը հարեցին, սպանեցին կամ բանտերը լցրեցին, տեսեք ինչեր եղավ եւ այլ, այդ պարագայում պարզ է, որ մենք այդ չի որ մենք կցանկանանք, բայց մենք չի որ որոշելու ենք մեր հարևան երկրում ինչ իշխանություն լինի։ Կամ էլ թե չէ մենք ողջ ունենք, թե ինչ մեթոդներով է Միացյալ Նահանգները ցանկանում այնտեղ տապալել իշխանությունը եւ իր մարդուն դնել։ Այստեղ դա թողնենք իրանց, բայց ուրիշ հարց կա, որը մեզ անհանգստացնում է ինչով։ Եթե Միացյալ Նահանգների նպատակներին չհասավ, այդ դեպքում ոնց ենք մենք մտածում, որ կարող է թրիփը աշխատի։ Ոնց ենք ընդհանրապես մտածում Միացյալ Նահանգների հետ համագործակցություն։ Եթե նպատակներին չհասավ, Իրանը կարող է ասի, այս կողմերը պետք է Ամերիկան չերևա, իսկ դուք ոնց եք պատկերացնում, Հայաստանի վարչապետը կարող է Դոնալդ Թրամփին ասի, այս կողմերը չերևաս, նույնիսկ ես քո հետ փաստաթուղթ եմ ստորագրել, բայց Իրանը համաձայն չի։ Դուք պատկերացնում եք, չէ՞ դրա վտանգը մեզ համար։ Եվ երկրորդ, Միացյալ Նահանգները, եթե հասավ հաջողության, այնուամենայնիվ մեզ պետք է հիշեցնի, որ այս ընթացքում ինչ խաղեր էիք տալիս Իրանի հետ։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում։ Իսկ մենք Ամերիկայի բարեկամն ենք, իհարկե, մենք կուզենանք, որ Իրանը լինի աշխարհիկ պետություն, Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերության մեջ, որի պարագայում մենք չենք կիսվելու Իրանի եւ Ամերիկայի միջև։ Բայց հարցածագում իսկ մենք արդյոք Ամերիկայի դաշնակիցն ենք։ Իսկ արդյոք մենք մտածելով, որ Իրանն էլ լինի Ամերիկան հետ, դե մենք էլ ինչ խնդիր ունենք, որ ունենք խնդիր, որովհետև մենք չենք Ամերիկայի դաշնակիցը, Ադրբեջանն է, Թուրքիան է։ Եթե Իրանն էլ անգամ Ամերիկայի դաշնակիցը դառնա տեսականորեն, միևնույն է, էլի մենք մեր խնդիրը չենք լուծում, որովհետև մենք այդ խնդիրը ուղղակի չենք լուծել։ Մի ձև կար, որ մենք մեր ինքնությունը պահպանենք, այդ ձևը սպառված չի, այդ ձևը բավական ակտիվ է, որ դա վերաբերվում է լինելով Եվրամիության անդամ, գոնե հայտ ներկայացնես, չենք ասում մի օրում կարող ես անդամ դառնալ, կլուծես նաև ռազմաքաղաքական ու տնտեսական համագործակցության խնդիր Եվրամիության հետ, մանավանդ որ իրենք նաև անվտանգային խնդիր են լուծում։ Մնացած դեպքերում մեզ խառնաշփոթից դուրս գալը, Ռուսաստանի հետ լավ լնել, Իրանի հետ լավ լնել, Ամերիկայի հետ լավ
լավ լներ Թուրքիայի, Ադրբեջանի հետ լավ լներ, բացարձակ այդ բոլորի շահերը չի համակնելու իրար հետ, որի պարագայում Հայաստանը խնդիր է ունենալու բոլորին այո ասելով։ Այսինքն ես ձեզ ներկայացրեցի, բնական է դրանով նայեք հասկանում եք, թե իմ պատկերացումը, իմ ցանկությունը որն է, բայց այնպես չի, որ պետք է ասենք, այս ինչ լավ է Ամերիկան տեսակ ինչ հարված հասցրեց։ Ինչի մասին է խոսքը, մարդիկ են կոտորվում։ Ֆուտբոլ են մեկնաբանում, որ սենց երջանկացած, ոգևորված ասենք, տեսակ ինչ հարված հասցրեց։ Մարդկային կյանքեր են, ճակատագրեր են, քո հարևան երկիրն է, վաղը իշխանությունը կփոխվի, ուրիշ կարգ կլի, բայց կհիշեն, կասեն, այդ ինչ էիք երջանկացել։ Ինչի մենք չենք հիշում, որ իրանք մեր հանդեպ անտարբեր են եղել կամ մեր հակառակորդին են պաշտպանել, չենք մոռանում, չէ՞։ Իրանք էլ չեն մոռանալու։ Բայց ի տարբերություն մեր ու իրանց քաշը շատ մեծ է մեր համեմատ։ Այսինքն դա նշանակում է մենք խնդիր կարող ունենանք։ Մենք նայա մեր հարավային դարպասը եւ նրա բնակչության թիվը նայեք էսա 90 միլիոն, տարածքը նայեք 1.650.000 քառակուսի կիլոմետր, համեմատելու չի, չէ՞։ Չենք կարող ասել դե լավ, ոնց որ իրանք մեր նկատմամբ, նենց էլ մենք իրանց նկատմամբ, անգամ էլ մեր շահերից չի բխում։ Դրա համար բավական զուսպ ձևով նայենք ինչ է կատարվում, հետևենք զարգացումներին եւ գոնե հույս ունենանք, որ այնպիսի զարգացում չի լինի, որ մենք կանգնենք փաստի առաջ։ Ասենք Ամերիկան մեր անվտանգության երաշխավորն է, բայց Ամերիկան կիսատ թողի հետ գնա ոնց որ ուրիշ տեղեր է եղել։ Դե արի ասա, որ երաշխավոր։ Տեղից էլ որ մեզ անվտանգության երաշխիք չի տվել։ Ուր մնաց այդ պարագայում։ Դրա համար պատկերացնում եք խնդրի լրջությունը։ ԱՄՆ եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին Մոջաբա Խամենին քննարկում է, որ նա դառնալու է հոր իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը, սակայն մտավախություն է առաջացել, որ դա կարող է նրան թիրախ դարձել ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Այսինքն նեց ակտիվ ձևով ցույց չտան իրան ֆիքսեն եւ այլեւ։ Մանավանդ որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ յուրաքանչյուր առաջնորդ, ով կնշանակվի իրանական ահաբեկչական վարչակարգի կողմից Իսրայելի ոչնչացման ԱՄՆ-ի ազատ աշխարհի ու տարածաշրջանի երկրների դեմ սպառնալիքների ծրագիրը շարունակելու եւ իրագործելու, ինչպես նաեւ իրանցի ժողովրդին ճնշելու համար կդառնա լիկվիդացման անվերապահ թիրախ։ Այսինքն ով էլ լինի, մենք խփելու ենք։ Կացն ընդգծել է, որ Իսրայելի համար որևէ նշանակություն չի ունենալու թիրախի ինքնությունը, նշանակություն չունի, որ նրա անունը ոչ նրա անունը, ոչ էլ այն վայրը, որտեղ նա թաքնվում է։ Իհարկե հետագայում նաև նոր հայտարարություն եղավ, որ Իրանի փորձագետների խոր ձեռնամուխ է եղել երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը։ Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է եւ վերջնական լուրը կհայտարարվի փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով։ Հիմա նայենք, Իսպանիայի հետ ինչ խնդիր առաջացավ, որտեղ սա մեզ համար էլ է խնդիր, ես ասեմ ինչով։ Իսպանիայի կառավարությունը պատասխանելով Թրամփի հայտարարություններին հայտարարել է. ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը եւ Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև կնքված երկկողմ առևտրային համաձայնագրերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խզում է բոլոր առևտրային ու տնտեսական կապերը Իսպանիայի հետ, քանի որ Իսպանիան հրաժարվել է իր բազաները տրամադրել ԱՄՆ-ին Իրանին հարվածելու համար։ Եվ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ սպառնալիքներից հետո թե կդադարեցնի Մադրիդի հետ առևտուրը հակամարտության վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով հայտարարել է. Իսպանիան դեմ է Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմական աղետին։ Այսպես են սկսվում մարդկության մեծագույն աղետները, չի կարելի ռուսական ռուլետկա խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Ինչու է սա վտանգավոր մեզ համար, ոչ միայն այն առումով, որ հետ չենք ցանկանա, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները խնդիրներ ունենան, բայց տեսեք, Միացյալ Նահանգները մտել է պատերազմի մեջ իր հարևանների հետ չի համաձայնացել, հարևան սխալ ասեցի, երևի դաշնակից բարեկամների հետ Եվրամիության երկրների չի համաձայնեցել նրանց հետ, նրանք լուրջ խնդիրների մեջ են հայտնվել նավթի, գազի գների հետ կապված, բայց հիմա նրանց ասում է ձեր բազաները տրամադրեք, այն դեպքում, երբ որ Իրանն ասել է, որ նա ով բազա կտրամադրի, դա կդառնա ինձ համար լեգիտիմ թիրախ եւ պատասխան հարված եմ հասցնելու։ Այսինքն Եվրոպայի հետ չճշտելով ինքը հարվածը հասցրել է, Եվրոպային ասում է դե օգնի ու պատասխան հարված կեր։ Իսպանիան էլ ասում է մենք այդտեղ անելիք չունենք։ Դե չունենք, ուրեմն առևտրային կապերը խզում ենք, բայց ուրիշ խնդիր է առաջանում։ Երբ որ մենք հավանական բոլոր զարգացումները քննարկում
լսում ենք ինչ որ մարդիկ ասում են դե իր սկսվեց Կիկոսի մահը եւ այլ եւ այլ։ Իսկ որ Դոնալդ Թրամփը մի օր կանգնի եւ ասի Հայաստանի ցամաքային տարածքը ինձ պետք է, որևէտեւ ինքը ցանկություն հայտնել նաեւ ցամաքային գործողություն կատարի։ Ու ցամաքային գործողություն որ կատարելու հաստատ մի քանի տեղից։ Այդ ժամանակ Հայաստանը պետք է համաձայնվի, իհարկե չպետք է համաձայնվի։ Ոնց կարա ինքը իր տարածքը տրամադրի հարևանի վրա հարձակվելու համար։ Բավականին Դոնալդ Թրամփն ասի բոլոր կապերը խզում եմ, դե որ տենց հա, ուրեմն ես քո հետ անելիք չունեմ, ոնց թե դու ինձ տարած չես տրամադրում։ Ես պետք է մտնեմ փակեմ, մանավանդ հիմա Իրանի հետ քո սահմանը բացա, որը ինձ դուր չի գալիս։ Այդ մարդկանց տեղաշարժը ինձ դուր չի գալի, ինչ ենք անելու, ում ենք բողոքելու։ Խնդիրը չէ դա, բայց քննարկենք իրար հետ։ Չհասկանանք, որ կարող է նման փաստի առաջ կանգնել, որովհետև Ամերիկային էլ ենք հասել, Իրանին էլ ենք հասել։ Ու կանգնի Թուրքիային ու Ադրբեջանին ասել դուրս չի գալի Հայաստանի պահվածքը։ Գնացեք Իրանին կտրեք ընդհանրապես։ Մտեք Սյունիքով Իրանին կտրեք, ինչ ենք անելու, ում ենք բողոքելու։ Դոնալդ Թրամփին ասենք չի սազում, բա դու տենց էիր մեր հետ բան պայմանավորվել։ Բա 99 տարով թուղթ չէինք ստորագրել։ Մենք դրա համար հավանական զարգացումները որ քննարկում ենք, Ժորժ ջան, խոճապ տրամադրելու տարածելու համար չի, այլ ընդհանրակը պատրաստ լինելու համար։ Որ գնում եք մի քննություն հանձնելու հարցաշարը 100 հարց է։ Բայց կարող է պատահական 3-ն ընկնի, բայց քանի որ 100-ն է գիտեք, դուք ջերի պես գիտեք 100-ը, ցանկացած 3-ին կպատասխանեք։ Եվ պետք չի որ ասեք, թե լավ էլի, ինչ իմաստուններ այդքանը սովորենք, եթե այս 3-ը պետք է ընկներ։ Բայց ինչ գիտեք, որ 3-ը պետք է ընկներ։ Բա հավանական զարգացումները, ռիսկերը գնահատելը, ռիսկերը կառավարելը ինչի համար է։ Ձեր աչքի առաջ Իսպանիայի պես պետությունը, Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, բանը նոր աշխարհը հայտնագործող Իսպանիային այսօր կանգնում փաստի առաջ է կանգնացնում։ Ասում է սա։ Եթե դու պարտավոր ես քո տարածքը տրամադրես եւ խոցելի դառնաս։ Այն մարդն ասում է ես համաձայն չեմ քո արած գործի հետ։ Բա որ նույն բանը մեզ ասի։ Բա երբ որ մենք այդ ամեն ինչը ասում ենք, պետք չի մարդկանց ասել, վայ, բանա, ինչի համար ուրախ բաներից չեք խոսում։ Մենք հիմա ուրախանում ենք, որ պատերազմը մեր մոտ չի մտել։ Մի քանի օր առաջ պատերազմը Իրան էլ չէր մտել։ Դա հենց առաջ է Սիրիայել չէր մտել։ Ուղղակի մտավ։ Մեկ է շուռ եկանք տեսանք փաստի առաջ են կանգնած։ Իսկ այսօր Տրամփը մարդկանց ոնց է փաստի առաջ կանգնացնում։ Բահույցներս ինքը չի։ Մանավանդ որ Եվրոպայի հետ հարցերը չենք լուծել։ Դրա համար հավանական այդ ամեն ինչ գնահատելու, զարգացնելու, պատկերացում կազմելու համար մի հատ օրինակ բերեմ։ Նախկին սերունդը մեր սերունդը լավ կհիշի, որ Վլադիմիր Վիսոցկին պետության կողմից չէր ընդունում խորհրդային միության, դրա համար ժողովուրդը շատ լավ լսում էր իրեն, տարածում էր նրա երգերը, այսինքն համարում էր դա բողոքի ձայն, ըմբոստության ձայն, դրա համար շատ էին լսում։ Մի հատ երգ էր երգում ալպինիստների մասին, ինչպես իր անգերու հետ գնում էր սարեր բարձանում, մենք դարձել ենք լեռնագնաց, էս ենք անում, մեն ենք անում, մի պարանով կապված ենք իրար հետ, տեսքով մենքում շատ հետաքրքիր ոգեշնչող երգ էր։ Գիտեք, քանի մարդ էր մի քանի շիշարաղ վերցնում ու իրանց ընկերուհիների հետ գնում, որ սարեր բարձանան, բացարձակապես պատրաստ չլնելով դրան։ Գիտեք, ինչ աղետ տեղի ունեցավ եւ քանի մարդ զոհվեց տարբեր սարերի վրա, որովհետեւ իրանք բացարձակ դրան պատրաստ չէին, միայն ոգեշնչվել էին ծափուտի ծաղով զուռնադահոլով գնացել են, որ սարերը բարձանան։ Բայց նույնիսկ եթե պետք է լի Էվերեստ բարձանալ 8848 կիլոմետր, աշխարհի ամենաբարձր գագաթը, երբ որ կգնաք ձեզ համապատասխան մարդը կասի, այս պետք է անեք առողջությունը, սենց պետք է լինի, սենց պետք է լինի, պետք է լինի, որ բարձանաք քամի լինի, սենց պետք է թաքնվեք, ակնոց պետք է դնեք, արևին պետք է չնեք, դեմքին քսուկ պետք է օգտագործեք, էս անեք, բայց քանի որ դուք դեռ չեք բարձացել, դա ձեզ համար ձանձրալի է։ Ասպես ինչ է խոսում ես մարդը, այն մարդ սպասի բարձանանք է դրել ես հեքիաթ ես պատմում, պատմություն ես պատմում դրա, բայց երբ որ սկսում ես բարձանալ ու ամեն մի քանի 100 մետրի վրա նայում ես շատ փորձառու ալպինիստին ընդեղ ընկած ձների մեջ, որ ոչ մեկը չի էլ իջացրել, որովհետև չի էլ կարող, որտեղ նույնիսկ եթե միասին են բարձանում, ամեն մեկը իր համար է պատասխան տալի, որտեղ մեկը մյուսին չի կարող օգնի, այդպիսի տեխնիկա եւ այդպիսի էներգիա չունի, այդ տենց գցած են այդ մարդիկ։ Այդ ժամանակ մտածում եք թե ինչ էր ասում։
Եվ եթե հանկարծ գնում ես ու հանդիպում ես արևին, գիտես ոնց պետք է անես, քամուն ոնց պետք է անես, ցուրտը խփեց ոնց պետք է անես, հետո մեկ էլ մտածում ես, որ այ մարդ ոնց որ այդքան էլ բարդ չէր, այդ ինչ էին բարդացնում։ Բարդ չէր, որովհետև կանխարգելիչ բոլոր բաները քննարկվում է։ Բա դրա համար է հատուկ ինստիտուտներ են աշխատում բոլոր երկրներում, ուղեղային կենտրոններ, որ հավանական բոլոր հարցերը քննարկեն։ Իսկ մեր մոտ չի կարելի, մեր մոտ պետք է ծափուտի ծաղ լինի, մեր մոտ պետք է պարեն, երգեն, ուրախանան, Ջենիֆեր Լոպեսի բարեմասնությունները նայեն պետական փողի հաշվին, հատուկ դա տրամադրում են, որպեսզի ժողովուրդը հավանական զարգացումներին պատրաստ չլինի։ Ու ցանկացած զարգացման պատրաստ չլինելը շատ հանգիստ այդ երկիրը ուղղակի սենց ձեռի հետ պատկերացրեք պատրաստ չլինող հասարակության հետ ոնց կվարվեն, բայց դա հատուկ նպատակային արվում է ժողովուրդ ջան։ Իմ համեստ ուժերի ներածի չափով ես փորձում եմ անել ամեն ինչ, որ ժողովուրդը պատրաստ լինի հավանական զարգացումներին, եւ պատրաստ լինելու դեպքում հանկարծակի չի գալի, որովհետեւ ինքը այդ ամեն ինչը մի անգամ արդեն տեսել, լսել է, իր վրա զգացել է եւ հավանական զարգացումները քննարկել է, իր խելքն էլ գումարել է դրա վրա, իր փորձն էլ գումարել է դրա վրա, նա պատրաստ է դրան։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնի, մենք այս դիրքորոշումն ընդունում ենք զղջումով, քանի որ ներկայիս հակամարտությունը միջազգային կարգի ձախողման ևս մեկ օրինակ է։ ԱՄՆ-ը եւ Իսրայելը որոշումը կայացրել են առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու։ Ահա, նույնիսկ Քարնին, որը որ պատրաստ էր սատարել Դոնալդ Տրամփին, այնուհետև ինքը հասկացավ, որ դա մնում է իր պետության վրա։ Ասելը ասեց, բայց հիմա ասում է դե հասկանում եք, էլի զղջումով եմ ասում, որովհետև դու մեր հետ չես քննարկել, դու մեզ փաստի առաջ ես կանգնացրել։ Իրանին հասցվող հարվածներին աջակցելը Քարնին բացատրել է Իրանի իշխանությունների գործողությունների հետ անհամաձայնությամբ կապված միջուկային ծրագրի եւ Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցության հետ։ Այնուամենի վերապահումն անում է, չնայած աջակցելը ինքը աջակցելու հայտարարություն արել է։ Իսկ հիմա տեսնենք Եվրոպայում, որ խնդիրներ է առաջանում, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոսելով Հորմուզի նեղուցի փակման մասին հայտարարել է. նավթի գները մեզ բոլորիս կսպանեն, Եվրոպան կհայտնվի դժոխքում, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ։ Դե լավ եք պատկերացնում, Հորմուզի նեղուցը փակ մնաց, Օմանի ծոց են դուրս գալի, արաբական ծով են դուրս գալի եւ այդ ամբողջ արաբական երկրների նավթատեղով դուրս գալը լուրջ խնդիր է առաջացնում, Եվրոպայի համար էլ առաջացնում իհարկե, եւ ստացվում է այնպես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե լուրջ ձևով չի փորձում օգնել, որ Պարսից ծոցից դուրս գան այդ լցանավերը, այնուամենայնիվ սկսում են կասկածել, որ Միացյալ Նահանգներին ձեռք է տալիս այդ ամեն ինչը տենց ճգնաժամ առաջացնի, բայց առաջի հերթին ճգնաժամը Եվրոպայի համար է առաջանում, ոչ թե մենակ Չինաստանի, եւ ակնհայտորեն Եվրոպան կարող է դրանից դժգոհ մնալ։ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը հանրայնության դեպքում կսկսեն ուղեկցել տանկերներին Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ զարգացման ֆինանսավորման եւ կորպորացիայի կապահովի քաղաքացիական ռիսկերի ապահովագրություն եւ ֆինանսական երաշխիքներ ծովային տրանսպորտի համար։ Իհարկե մի անգամ եւս կարճ հիշեցնեմ, որ Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ ահեղ դատաստանի 1973 թվականի հոկտեմբերի 6-ից 23-ը, երբ որ կորցրած տարածքները ցանկանում էր վերականգնել Եգիպտոսը եւ Սիրիան, միացան եւ իրանք նախահարցակ եղան, չնայած մի քանի հարցերն են ծարեցին, որ զգոնությունը բթացնեն ու հարցակվեցին Իսրայելի վրա, իհարկե Իսրայելը հանկարծակի եկավ, դրա համար շատ զոհեր տվեց, բայց Միացյալ Նահանգները աջակցության եկավ եւ Միացյալ Նահանգների աջակցությունից հետո իրանք արդեն անցան հակահարցակման, բայց իհարկե խորհրդային միությունից զանգեցին, կանխեց Միացյալ Նահանգները, մանավանդ չասեն, որ դա նպատակը դա չի, ասեն որն էր, բայց այդ ընթացքում, երբ որ Միացյալ Նահանգները եւ որոշ երկրներ օգնեցին Իսրայելին, արաբական OPEC-ը, արաբական երկրների նավթարտահանողների միությունը որոշեց սանկցիաներ կիրառել երկրների նկատմամբ եւ ինչ արեց պատերազմի թեժ ժամանակ հոկտեմբերի 17-ին եղավ նավթային էմբարգոն 73 թվականին 6 ամիս համարյա տևեց, բայց այդ 6 ամիսը հերիք էր, որ երկրները խելքները գլուխները հավաքեն Եվրոպան ու Ամերիկան, որ հասկանան, ասեն ոնց մենք ուժեղ ենք, մենք էս ունենք, այն ունենք, բայց պարզվում է նավթով կարող է մեզ քաղաքականություն պարտադրել։ Իրանք հարցակվեն, մենք պաշտպանենք, իրանք մեր նկատմամբ սանկցիա կիրառեն։ Ասին լավ, ուրեմն դուք մեզ համար լավ գործընկեր, հուսալի գործընկեր չեք, դուք պետքա միասնական չլինեք։ Ինչ արեցին, մի մասին Ամերիկան Իրանով արեց, մի մասի մոտ է ժողովրդավարություն մանեկավ ու նավթերը գտավ։
Դե այդ գիտենք ինչ կա, բայց նաև խորհրդային միության հետ կապված ծավալներն ավելացրեց, համարեց, որ նրանք ավելի հուսալի գործընկեր են։ Հետո եկավ Ռուսաստանը խորհրդային միության ժառանգորդը սկսեց ինքը շանտաժանել այդ ծավալներով Եվրոպային։ Հետո նրանք փորձեցին նրանից տարանջատվեն։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի անորակ նավթը վերցրել է, որը որ չի կարող էժան վաճառել, քանի այդ վերցրել է, այդ կարող է, բայց չի կարող, որովհետև նրա համար որակ նորմալ ստանալու համար բավական լուրջ ծախս է անելու, բավական լուրջ ծախսարից էժան գնով ոչ մի կամպանիա դա էժան չի տա։ Եթե մի քիչ էլ թանկ ես վաճառում, էժանել, որովհետև որ տաս այդ էժանով խանգարել ես Ամերիկայի արդյունահանմանը, իրան ինչին է պետք դա անել։ Այսինքն Վենեսուելայի նավթը վերցրել է, որ համ Ամերիկան վնասով աշխատի, համ Վենեսուելան։ Չէ, ինքը ցանկանում է, որ Վենեսուելայի պաշարները վերցնելով, սահմանափակելով Ռուսաստանին, Իրանին, ուղղակի իր ձեռքը ծավալներ վերցնի, բայց հիմա այս պարագայում Եվրոպան դժգոհ է։ Եվրոպան դժգոհ է, որ ինչ ես անում։ Արաբական երկրները, որոնք բարեկամ են Միացյալ Նահանգներին, ասում են, իսկ քո արածը քո դուրն եկավ։ Տրամպը աթոռին նստել էր, գնացել էր այն արաբական երկրների մոտ, ծափուտի ծաղով փողեր էր ուզում, ներդրումներ էր խնդրում, էս էր անում, որ գան այդ ամեն ինչ անեն, այդ մարդկանց հետ պայմանագրեր էր կնքում։ Հիմա այդ մարդիկ ասում են, դու մեր այս գլխին ես ինչ օին բերեցիր։ Մեր երկրներին հարվածում են, պատասխանը ինչ է։ Չես կարող նույնիսկ մեր օդը փագես, չես կարողանում, բայց ինչի չես անում, որ գիտեիր չէ խփելու են, բան չի իրանում, բա ուր է քո տեխնիկա։ Ասում են, բայց ինչի ես մեր նավթը սենց կանոնացրել։ Այսինքն այնպես չի, որ եթե նրանք հրապարակային չեն հոխորտում Տրամպի հացային, դա նշանակում է, որ իրանք այս ամեն ինչից գոհ են։ Դրա համար սա էլ է հետագա զարգացումներ, որ մենք պատկերացնենք ինչի մեջ ենք հայտնվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է. Իրանի վրա ԱՄՆ եւ Իսրայելի կողմից հարվածներով սկսված հակամարտությունն այժմ տարածվում է ամբողջ տարածաշրջանում եւ լուրջ հետևանքներ ունի բոլորի խաղաղության եւ անվտանգության համար։ Այս գործողությունները իրականացվում են միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Սա այն Ֆրանսիան, որ եկել ասում էր, պետք է միջուկային մարտագլխիկներն ավելացնենք, սա այն Ֆրանսիան, որ ինքը ժամանակին ՆԱՏՕ-ից դուրս գալուց հետո ստեղծել էր իր ուրին անվտանգային համակարգը եւ իր տեղեկատվական համակարգը սպասարկելու իր անվտանգային խնդիրները, սա այն Ֆրանսիան, որ Հայաստանի բարեկամ պետությունը, այն Ֆրանսիան, որ Եվրոպայի եռյակի մեջ ամենաակտիվ դերակատարություն ունեցողներից մեկն է, եթե չասենք ամենաակտիվը, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, իհարկե այնտեղ մի քիչ հետ մնում Լեհաստանը, մի քիչ էլ հետ մնում Իտալիան, բայց առաջի եռյակը, որ ամենակարևոր հարցերում։ Հիմա այս երկիրը մեր հետ բարեկամ, մենք Եվրոպայի հետ չենք աշխատում, ձև ենք անում, թե աշխատում ենք, արդյունքում ստացվում է այնպես, որ հիմա այդ Եվրոպան Ամերիկայի քայլերը չի արդարացնում։ Դե հիմա ստացվում է հարց, Ֆրանսիան չի արդարացնում, դե Հայաստան, եթե բոլորին հայ ես ասում, չես կարող մեջից ճղվես, ասես բոլորը ճիշտ են։ Որտեվ խնդիրը բոլորին հայ ես ասել, ոչ մի բան չես կողմնորոշվել, ում հետ ես։ Սա բալանսավորված քաղաքականություն չի, սա ընդհանրապես քաղաքականությունից բան չհասկանալա։ Դե հիմա որոշի ում հետ ես։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը չունի նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանության համակարգ, նրանց ռադարները անջատված են, ամեն ինչ շարքից դուրս է եկել, Իսրայելը չի ստիպել ինձ հարձակվել Իրանի վրա, գուցե ես եմ ստիպել նրանց դա անել։ Նրանք ուզում են խոսել, բանակցել, ես ասացի շատ ուշ է։ Նրանցից ոչ մեկը չի ուզում բանակցել, նրանք պարբերաբար հայտարարել, նեսօրել են հայտարարել, որ մենք բանակցելու ցանկություն չունենք։ Դե վատա որ չունեն, չկարծեք, որ դա մեզ օգուտ է, որ բանակցելու ցանկություն չունեն։ Ցանկացած ձևով լուծում գտնելը լուծում է, բայց խնդիրը ինչն է, երբ որ ասում է Իսրայելը չի ստիպել, իհարկե բոլորն ասում են, որ այս որոշումը կայացրել է Բենյամին Նեթանյահուն եւ պարտադրել է Թրամփին, ինչ որ միտեղ Թրամփն ասում է դե Իսրայելը խփեց, եթե մտա մեջը դե իր դաշնակիցն են, բա ինչ անեի, որպեսզի ցույց չտար, որ նախագահի լիազորությունները գերազանցել է, հանկարծ խնդիր չառաջանա կոնգրեսի հետ կապված, մանավանդ զոհերը, մանավանդ ծախսերը, մանավանդ հազարումի խնդիրներ, մանավանդ դաշնակիցների դժգոհությունները, Եվրոպայի դժգոհությունը եւ այս պարագայում ինքը փորձում էր ասի դե Իսրայելը խփեց, ես այդ թիկունքին կանգնեցի։ Բայց երբ որ հասկացավ, որ իր փառասիրությանը կպել են, ոնց թե Նեթանյահուն է որոշել, ինքը խոստովանական ցուցմունք տվեց, որը շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Ես եմ դրթել Իսրայելին, որ խփի։ Իա, բա հարցածակում, բա ինչ ես դրթել։ Փաստորեն Իսրայելը քեզ չի ասել շուտ արի խփենք, հետո չենք կարողանա։ Դու ես ասել Իսրայել, դու շուտ խփի, ես գամ մտնեմ խաղի մեջ։ Բայց դեպքում ստիպված ես էլ պատասխան տալ առաջի ձգձգվելու պատերազմի դեպքում ու ձախողումների պարագայում։
Փաստորեն խոսքը կարողացան սենց հեշտությամբ քաշել մի մարդուց, այսինքն իրան հարցաքննել պետք չի, ինքը լավ էլ ամեն ինչ պատմում է, բավական է մի հատ փառասիրությանը կպնես ու ինքը կդնի կպատմի, իրա դեմ։ Ֆրիդրիխ Մերսի հետ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին այն բանի համար, որ Մեծ Բրիտանիան հրաժարվել է Վաշինգտոնին թույլ տալ օգտագործել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական բազան Իրանին ուղղված առաջին հարվածների ժամանակ, եւ մեզանից 3-4 օր պահանջվեց, որպեսզի պարզենք, թե որտեղ կարող ենք վայրէջք կատարել։ Շատ ավելի հարմար կլիներ վայրէջք կատարել այնտեղ, քան թռչել ժամեր շարունակ։ Այնպես որ մենք շատ զարմացած ենք, դա ձեզ համար Ուինսթոն Չերչիլը չի, ասել է Թրամփը, մեկնաբանելով Սթարմերի գործողությունները։ Իհարկե Սթարմերի մեղադրումը, չնայած հետագայում Սթարմերը համաձայնվեց, ասես լավ հնարավորություն կտանք այս կողմենկում, նախ ասենք, որ Ֆրիդրիխ Մերցը, որ գնացել էր առիթն օգտագործեց, հանել էր, դրել էր Ուկրաինայի քարտեզն ու ասել էր ամեն ինչ պետք է անենք, որ այս ճակատի գիծը հանկարծ չփոխվի որևէ ձևով Ռուսաստանին բան զիջելով, կռիվա էսա ճակատի գիծը, գնում ենք խաղաղության, այս գծի վրա ենք կանգնում։ Դա հատուկ ինքը այդ հարցը շեշտել էր, բայց բացի դրանից, երբ որ Դոնալդ Թրամփը ասում է, որ Քիր Սթարմերը Ուինսթոն Չերչիլը չի։ Իհարկե Քիր Սթարմերը Ուինսթոն Չերչիլը չի։ Բա մի հարցնող լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ո՞ր նախագահի հետ կարելի է համեմատել Դոնալդ Թրամփին։ Որի հետ։ Ես որ չալարեմ, այդ 40 քանի հոգուն կթվարկեմ հերթով։ Չեմ գտնի մեկը, որի հետ Դոնալդ Թրամփին կարելի է համեմատել։ Հաստատ համեմատությունը Թրամփի օգտին չի։ Հաստատ։ Որտեւ այնց առևտրային գործարքներով բացատրել արտաքին քաղաքականությունը։ Այնց ճարպկությամբ խոսել, տեսակ առա ծախեցի, ես արեցի, տեսակ ես արեցի, գործարք կնքեցի, եթե չէ սենց կանեմ, ես տենց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ չեմ հիշում։ Այնց որ ավելի լավ է ինքը որևէ մեկի հետ չհամեմատի։ Առավել ևս, որ այո, Քիր Սթարմերը կարող է իր երկրում բարձր վարկանիշ չունի։ Այո, Քիր Սթարմերը եկել է իշխանության, որովհետև պահպանողականները տևական ժամանակ ասեցի, որ 14 տարվա մեջ 5 վարչապետ էր փոխվել վերջին ռիշի սունակներ եւ բավական լուրջ խնդիրներ կա տնտեսության հետ կապված։ Այո, ինքը չէր կարող այդ վիճակից հանել, դժգոհությունը իրան բերեց իշխանության, բայց ի պատիվ Քիր Սթարմերը ինքը կանգնեց եւ շարունակեց արտաքին քաղաքականությունը պահպանողականի, չգցեց նրանց վրա ու չասեց, այ ձեր պատճառով ենք ճգնաժամի մեջ հայտնվել, նույնիսկ մարդիկ, ովքեր Մեծ Բրիտանիայից դուրս են ապրում, անգամ չնկատեցին, որ պահպանողականներից հետո լեյբորիստներն են եկել իշխանության։ Ինչի չնկատեցին, որովհետև մենք Մեծ Բրիտանիայում չենք ապրում, որ այդ տնտեսական քաղաքականության արդյունքը մեր վրա տեսնենք, ու նաև տեսնենք, որ ինքը չունի հակաճգնաժամային ծրագիր։ Դրա համար իր վարկանիշն էլ ցածր է, բայց արտաքին քաղաքականության հարցում ինքը պինդ կանգնեց Եվրոպայի շահերի կողքը։ Բացարձակ մենք չնկատեցինք այդ փոփոխությունը։ Այո, նա կարող է ցածր վարկանիշ ունի, բայց նրա անունը ոսկե տառերով կգրվի Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, որտեղ այսօր մեր աչքի առաջ նա կռիվ է տալիս համաեվրոպական շահերի համար։ Այնպես որ Թրամփը կարող է մի քիչ էլ դժգոհի։ Ինքը այսօր կա, վաղը չկա։ Իսկ համաեվրոպական շահերը մեզ համար հավերժ է։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը նշել է այն հիմնական նպատակները, որոնք ձգտում են ԱՄՆ Իրանում իրականացվող էպիկական զայրույթ գործողության շրջանակում։ Նա պարզաբանել է, որ Վաշինգտոնի ռազմավարական նպատակներն են Իրանի հրթիռային զինանոցի ոչնչացումը եւ երկրի ողջ հրթիռային արդյունաբերության ամբողջական վերացումը, Իրանի ռեժիմի ռազմածովային նավատորմի ոչնչացումը, ռեժիմի աբեկչական խամաճիկներին տարածաշրջանը կամ աշխարհը ապակայունացնելու եւ ԱՄՆ ուժերի վրա հարձակվելու հնարավորությունից զրկելը, ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության դադարեցումը, որոնք վիրավորել եւ սպանել են հազարավոր մարդկանց, այդ թվում ամերիկացի։ Երաշխավորումը, որ Իրանը երբեք չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք։ Սրա փոխարեն կարող է Քերոլայն Լևիթը ասել, որ Դոնալդ Թրամփը կատարել է Բենյամին Նեթանյահուի հանձնարարությունը եւ Դոնալդ Թրամփը ցանկացել է խնդիրներ առաջացնել Չինաստանի համար։ Այս կետերը պահեք ցածր դասարանի աշակերտության համար, ուղղակի կկարդաք իրիկնային հեքիաթի տեսքով։ Որևէ մեկը հասկանում է, որ իրական նպատակը որն էր։
նավթային վերահսկողությունը ձեռքը վերցնել ու անել այնպիսի քայլ, որ հանկարծ Իրանը պատասխան հարված չհասցնի Իսրայելին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Թեհրանը պատերազմի մեջ չէ տարածաշրջանային երկրների հետ, այլ պատերազմում է Միացյալ Նահանգների հետ։ Մենք գործ ունենք այս երկրներում տեղակայված ամերիկացի զինվորների հետ։ Նույնիսկ եթե ԱՄՆ բազաները չօգտագործվեն մեր դեմ, դրանք մեզ համար դեռևս օրինական թիրախ են։ Ամերիկացի զինվորների հյուրանոցներ փախուստը նրանց չի փրկի հարվածներից։ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի սպանության վերաբերյալ նախարարը նշել է, որ դա կրոնական հանցագործություն էր, որը հետևանքներ կունենա։ Իմ կարծիքով նրանք չէին գիտակցում, թե ինչ են արել եւ ինչ բողոքի ցույցեր ու հետևանքներ կառաջացնեն դա։ Իդեպ ասեմ, Բենյամին Նեթանյահուն էլ ներ վարկանիշ չունի բարձր Իսրայելում, եթե հանկարծ ինքը այս խնդիրները մի քիչ ձգձգվեց, ինքը խնդիր է ունենալու իր երկրի ներսում։ Այո, եթե ինքը հերոսաբար կարողանա ոչնչացնի, ջախջախի Իրանին, կարող է ասեն, դե լավ, ինչ եղավ, ոչինչ։ Բայց եթե հանկարծ դա չստացվեց եւ տևական խնդիրներ առաջացավ կամ տարբեր տեղերից հարվածներ ստացան, տարբեր ահաբեկչական գործողություններ կատարեն, կարող է Նեթանյահուին ասեն, հիշացնեն են կոռուպցիոն սկանդալները ու ասեն ընդհանրապես Թրամփը լավ բան չարեց, էլի քեզ աջակցելով։ Հիմա լարժեմ դեռ դիմանում են, որովհետև պատերազմի մեջ է, դե ինչ պետք է ասեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը եւ իրեն ընտրած ամերիկացին է, սա էլ Արաղչի գնահատականն է, արտգործնախարարը։ Երբ բարդ միջուկային բանակցությունների հետ վարվում են անշարժ գույքի առքովաճառքի գործարքի պես եւ երբ մեծ ստերը մշուշում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող բավարարվել։ Արդյունքը չարակամությունից ելնելով բանակցությունների սեղանի ռմբակոծումն է, նշել է Արաղչին, հավելելով, որ Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը կործանարար է միջազգային հարաբերությունների համար։ Էդ էլ տեսնում ենք, որ այնուամենայնիվ Իրանը փորձում է ներկայացնել, որ բանակցությունը ընդհանրապես պետք է զգոնությունը բթացնելու համար, բայց ի վերջո, եթե Ամերիկան ոնց որ Վենեսուելայում մի հատ գործողությամբ կարողացավ այդ հարցը լուծել, եթե այդ ձևով Իրանի հարցն էլ լուծեր, առանձնապես երկար քննարկում չէր լինի։ Կամ այսպես ասեմ, եթե Ռուսաստանը կարողանար անմիջապես Ուկրաինան գրաver, ամբողջ արևմուտքը հաշտվելու էր այդ մտքի հետ, մանավանդ Զելենսկուն էլ ասել են դուս արի, եթե նա էլ դուս գար, պետք է ասեն, դե դուք չեք կռվում, մեզանից ինչ եք ուզում։ Ու ընդհանրապես այդ թեման փակվելու էր։ Այդ թեման չփակվեց, որովհետև ձգձգվեց։ Երկարեց եւ ջրերես դուս եկան շատ խոցելի բաներ։ Իդեպ, երբ որ Յոմ Կիպուրի պատերազմն ասում էինք, Իսրայելի այն ժամանակվա վարչապետը, 4-րդ վարչապետը Գոլդեմերը, որից հետո երբ որ պաշտպանության նախարարը եկավ եւ իրան ասեց, որ ես իմ ցախողումներ ավելի լավ է ես հրաժարական տամ, ասեց չէ, դու մնա ես հրաժարական կտամ, թեպետ իրանք չէին պարտվել, այնպես չի որ պարտվել էին, բայց 3000 զոհ էին ունեցել Իսրայելի համար, դա շատ լուրջ թիվ էր եւ շատ լուրջ ցախողում էր համարում։ Այն դեպքում, երբ որ իրանք արդեն հակահարձակման էին անցել, Մոշե Դայանը որպես նախարար իր վրա վերցրեց, իսկ Գոլդեմերն ասեց չէ, դրա մեղավորը ես եմ եւ իսկապես հրաժարականն էլ տվեց։ Այն դեպքում, երբ որ ինքը նենց առանձնապես մեղքել չուներ։ Ես ինչի համար դա ուղղակի ասեցի, որ նաեւ Նեթանյահուն ավելի խոցելի է, քան անգամ Գոլդեմերը։ Հա, մեկ էլ ԱՄՆ-ի վարչակազմը ներկայումս ելնում է այն հանգամանքից, որ Իրանի դեմ ծավալված ռազմական գործողության նպատակներին հնարավոր է հասնել առանց ցամաքային ուժերի կիրառման, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ներգրավել նաև ցամաքային զորքեր։ Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այս առաքելության առաջ դրված նպատակը այն է նրանց բալեստիկ հրթիռների ներուժի ոչնչացումը։ Կարող է իրականացվել առանց ցամաքային զորքերի մասնակցության։ Սա վերաբերում է ինչպես հրթիռների արձակմանը, այնպես էլ դրանց արտադրությանը, նշել է պետքարտուղարը։ Ռուբիոն հերքել է այն պնդումը, թե ԱՄՆ ռազմական գործողության նպատակներից մեկը Իրանում իշխանափոխությունն է եւ միևնույն ժամանակ հավելել, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի աջակցել նման գործընթացների, եթե երկրում սկսվեն զանգվածային ցույցեր։
Եթե ապագայում մենք կարողանանք ինչ-որ կերպ օգնել նրանց, մենք իհարկե պատրաստ կլինենք դա անել, սակայն դա նպատակ չէ, այս առաքելության նպատակը նրանց բալիստիկ հրթիռների ոչնչացումն է, բայց նաև խնդիր է, որ ցամաքային գործողություն որոնի, դուք մի հատ նայեք, թե Իրանի հետ կապված ցամաքային գործողություն Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց է պատկերացնում։ Եթե որևէ երկրից չմտնի, այլ ընդհանրապես դեսանտ իջացնի, դուք պատկերացնում եք, այդ դեսանտը լուրջ հաջողություններ կունենա, այդպիսի ծավալի դեսանտ որտեղից է իջացնելու։ Ցամաքային գործողություններ կատարելու համար նա լուրջ խնդիրներ պետք է ունենա, մոտենա որևէ ձևով, մոտենա Պարսից ծոցից ինչ-որ մի հատ խնդիր լուծի, ինչ-որ մի հատ հարցեր անի, ցամաքային տարածք չես իմանա, դիմելու է Թուրքիային, դիմելու է Ադրբեջանին, դիմելու է Հայաստանին, դիմելու է Պակիստանին, բոլորի հետ կապված խնդիր է առաջանալու։ Դրա համար մեզ համար դա վտանգ է, որ հանկարծ ինքը այդ ուղղությամբ չմտածի։ Ցամաքային գործողություններ կատարեցիր, ժողովուրդը լցվելու է հարևան երկիր, փախնելու է, եւ այդ պարագայում դա մեզ համար էլ է խնդիր։ Իսկ մենք գիտենք, որ մեր հարևանները Ատրպատականում ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, որոնք այնպես չի, որ նույնն են ոնց որ ադրբեջանցիները, բայց որ մի քիչ լավ փոխտան, իրանք իրենց կնույնականացնեն ադրբեջանցիների հետ, եւ նրանց խաղերը գործողությունները կանեն։ Դրա համար ցանկացած մարդ, որ անօրինական ցանկանում է մեր սահմանը անցնի ու բռնվում է, շատ ուրախ ենք, որ բռնվում է, բայց ամեն դեպքում պետք է շատ զգոնել լինի եւ շատ զգուշ լինի։ Դոնալդ Տրամփն ինչ է ասում, ես չեմ անհանգստանում ցամաքային զորքերի համար։ Ինչպես ասում են յուրաքանչյուր նախագահ, ցամաքային զորքեր չեն լինի։ Ես դա չեմ ասում, ես ասում եմ, նրանց հավանաբար պետք չի լինի, կամ եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այսինքն այնուամենայնիվ ինքը չի բացառում ցամաքային գործողություններից, դա մեզ համար այնուամենայնիվ վտանգ է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին սպանությունները չեն սասանել Իրանը, այլ ընդհակառակն ավելի ուժեղ են դարձրել։ Իրանը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, մինչդեռ թշնամին պարտություն կկրի։ Թշնամին պետք է հասկանա, նրա երջանիկ օրերն ավարտվել են եւ այն աշխարհի ոչ մի անկյունում այլևս անվտանգ չի լինի, նույնիսկ իր հայրենիքում, այսինքն ահաբեկչական գործողությունների կանցնեն։ Ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Իհարկե, եթե անցնեն ահաբեկչական գործողությունները, դա շատ լուրջ դժգոհություն կառաջացնի Թրամփի ադմինիստրացիայի նկատմամբ։ Դա էլ մենք պետք է հաշվի առնենք։ Իրանը ամենաանիվ մտածում է, որ դա էլ տարբերակ է, որին ազդելու, ճնշելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է հարվածել Իրանին, քանի որ սա երկրի կասկածելի միջուկային ծրագիր է կանգնեցնելու վերջին եւ լավագույն հնարավորությունն է, ինչ էլ մենք անում ենք հիմա, եւ վերջացնելու այս հիվանդ եւ չար ռեժիմի անտանելի սպառնալիքները։ Այսինքն ինքը բացահայտում է այն, ինչի մասին խոսում ենք, որ Իրան գիտեն սա վերջի շանսն է։ Չխփեցինք, այլևս չկարողանանք խփենք։ Ռեժիմն արդեն ուներ հրթիռներ, որոնք կարող էին հարվածել Եվրոպային եւ մեր բազաները։ Եվրոպային չէին հարվածի, այնց որ դա ուղղակի ասում է Եվրոպան չնեղանա Իրանից։ Թե ներքին, թե արտաքին եւ շուտով կունենա հրթիռներ, որոնք կարող են հասնել մեր ճկնաղ Ամերիկային, վստահել է Թրամփը։ Իր մոտ էլ չէին հասնի։ Իհարկե, պարզաբանում արել է նաեւ Բենյամին Նեթանյահուն, հետո դժվար չի հասկանալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողությունն Իրանում չի հանգեցնի անվերջ պատերազմի։ Նեթանյահուն ուրվագծել է պատերազմից հետո Իրանի ապագայի իր տեսլականը, որը նրա խոսքով կլինի արագ եւ վճռական գործողություն։ Ես լսում եմ, որ մարդիկ ասում են, այստեղ անվերջ պատերազմ է լինելու։ Դուք անվերջ պատերազմ չեք ունենալու, սա արագ եւ վճռական գործողություն է լինելու։ Եվ մենք նախ ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը վերահսկողություն ձեռք բերի իր ճակատագրի նկատմամբ ձևավորելու իր սեփական ժողովրդական ճանապարհով ընտրված կառավարությունը։ Նեթանյահուն նաև ողջունել է ԱՄՆ նախագահի դերը հարվածներում։ Երբեք Դոնալդ Թրամփի նման նախագահ չի եղել։ Սա շատ անզգույշ եւ անլուրջ արտահայտություն է, որտեղ մենք գիտենք, որ Նեթանյահուի համար Թրամփից լավ նախագահ չի եղել, բայց վաղը Թրամփը չի լինելու, Իսրայելը խնդիր է ունենալու։ Դեմ են տալու, ասեն՝ «Յա, Այս Ամերիկանին արդեն տես նախագահներին անուն ես դնում, թևուտիգունք ենք եղել, պետություն ենք պահել այդքանի մեջ։ Այսինքն մեզ այդ անուն, սա շատ անզգույշ արտահայտություն է, այս ժեստերը հասկանում ենք, որ Դոնալդ Թրամփի համար շատ կարևոր է, ինքը ուղղակի հալվում է այդպես բաներից, բայց դա կարող է հետևանք ունենա, սենց հալվի գա ու սենց Իսրայելը սրբի տանի։ Նրա վճռականությունը, մտածողության պարզությունը, իրերի լուծման ձևը հասնում են իրերի էությանը, մենք շատ բախտավոր ենք, որ նա ազատ աշխարհի առաջնորդն է։ Իրանը վերակառուցում էր իր հրթիռային ծրագիրն այնքանով, որ մի քանի ամիսների ընթացքում անձեռնմխելի լիներ։ Ահա թե ինչի համար Նեթանյահուն
Թրամփին ասավ խփի, հետնել հիմա իր վրա վերցրեց։ Եթե հիմա որևէ գործողություն չձեռնարկվեր, ապագայում որևէ գործողություն չէր կարող ձեռնարկվել, հայտարարել է Նեթանյահուն։ Հիմա տեսակ, այսինքն ամեն ինչ բացահայտվեց։ Եվ ինչ ասել Նեթանյահուն, Իրանին հարվածելն անհրաժեշտ էր, այլապես Թեհրանը մի քանի ամսում կարող էր իր միջուկային ներուժը հասցնել այնպիսի մակարդակի, որ դառնար անխոցելի։ Իրանական զինվորականներն ու մասնագետները սկսել են նոր օբյեկտների շինարարություն, ներառյալ ստորգետնյա բունկերներ, որտեղ կարող են մշակվել բալիստիկ հրթիռներ եւ ատոմային ռումբեր։ Եթե հիմա միջոցները չձեռնարկվեին, ապա հետագայում դա արդեն անհնար կլիներ, ասել է Նեթանյահուն։ Եվ հիմա դուք տեսնում եք, որ մի բան էլ ուղղակի նայենք, այս ամեն ինչի հետ կապված, նաև իսկ ի վերջո, բա Հայաստանում ինչ է կատարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Վրաստանում, այդ գնաց խոսած, ոգևորված, տարբեր բաներ էր քննարկում, բայց մի բան ուղղակի ձեր ուշադրությանը հրավիրեմ, մնացածը վաղը կանրադառնանք։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը։ Այս թեմայով մենք որոշակի քննարկումներ ունեցանք եւ ես հույս ունեմ, որ այստեղ եւ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։ Եթե Եվրամիությունը դրեց սանկցիաներ է կիրառում Վրաստանի նկատմամբ, Եվրամիությունը ժամանակացույց ունի Վրաստանի հետ մինչև 2030 թվականը դարձնի Եվրամիության անդամ։ Անգամ ասել են, որ այս խորհրդարանի ընտրությունը Եվրոպարլամենտի ավարտվում է լեհազորությունը 29 թվական, ուզում ենք մինչև այդ ժամանակ անենք։ Դնում բոլորը կանգնեցնում է, դնում են առանց վիզա ռեժիմը մերժում են, բոլոր աջակցությունները դադարեցնում են, բոլոր ծրագրերը դադարեցնում են։ Մենք Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Վրաստանը ոնց է մեր համար կարևոր գործընկեր։ Այսինքն Եվրամիություն անունը տալու եւ այդ ուղղությամբ չգնալու գործընկեր է ժողովրդյան։ Այսինքն որ ուզենանք հայ ընտրողին խափենք նենց ոնց որ վրացիները իրաց անցյալ տարվա ընտրություններում խափեցին եւ տեսանք գնացել Ռուսաստանի տակ մտան։ Այսինքն եթե դու համարում ես որ Եվրամիության համար Վրաստանը լավագույն գործընկերն է, շատ կարևոր գործընկեր, այսինքն դու Եվրամիություն գնալու որևէ ցանկություն չունես։ Ուղղակի մենք իմանանք դա արձանագրենք, որ հանկարծ որևէ թյուրիմացություն այդ ուղղությամբ չլինի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։